համախոհներ, գործընկերներ Здравствуйте, եւ дорогие իհարկե друзья, ընկերներ։ коллеги, Այսօր մենք соратники и, գտնվում ենք конечно, Շահումյան товарищи. հասարակական Сегодня կազմակերպության мы находимся գրասենյակում в եւ офисе общественной կզրուցենք նրա организации անդամներից մեկի «Шаумян» Դավիթ и Հովսեփյանի հետ։ поговорим с Բարև одним ձեզ из его Դավիթ, членов, բարև ձեզ։ Давидом Овсепяном. Здравствуйте, Մայիսը Давид. ցանկացած կոմունիստի համար Май для շատ каждого կարևոր ամիս է, коммуниста դա եւ մայիսի очень 1 է եւ знаменательный մայիսի месяц. 9 է, իսկ Это հայ и կոմունիստների 1 եւ հայ мая, это и ժողովրդի 9 համար мая, а для այս ամիսը армянских կրում է коммунистов, да առանձին в целом для նշանակություն армянского եւ народа, առանձին սիմվոլիզմ։ этот месяц Մենք գիտենք, несет որ особое значение 1918 и թվականի особый մայիսի символизм. Ну, мы հենց знаем, что ձևավորվեց именно в Հայաստանի мае առաջին была հանրապետությունը провозглашена Первая Республика եւ այդ Армения. մասին մենք Это խոսենք произошло в հետո, բայց 1918 году, մայիսին и мы об этом նաեւ поговорим տեղի է позже, ունեցել но май մայիսյան это также и месяц, ապստամբությունը, в который կոմունիստական случилось ապստամբությունը, որը майское Հայաստանի восстание, աշխատավորության коммунистическое առաջին восстание, դրսևորումն էր которое ընդդեմ стало фактически Հայաստանի первым դաշնակցական выступлением կառավարության։ трудящихся Դա տեղի ունեցել против 1920 башнакского թվականին правительства եւ ես Армении. առաջարկում եմ այդ Это մասին произошло в 1920 մանրամասն году, и եւ я լուրջ предлагаю детально քննարկել։ и Իսկ սկզբի համար серьезно ես ուզում եմ рассмотреть этот вопрос. փոքրինչ նշել, А թե для ինչ начала է я бы իրենից хотел ներկայացնում просто Հայաստանը отметить, մայիսյան что ապստամբության представляла собой նախաշեմին։ Армения Ինչ էր накануне իրենից ներկայացնում майского восстания. առաջին կամ Արարատյան Ну, что հանրապետությունը, являла собой Первая ինչպես էր այն Республика или նշվում Араратская հայ Республика, պատմագիտության как մեջ она тоже проходит в 1918-ից մինչև историографии, 1920 с թվականները, եւ 1918 մենք по հասկանում ենք, условно որ այն 1920 առաջին год. հերթին չի И мы ձևավորվել իր понимаем, ղեկավարների что, ցանկությամբ, во-первых, այլ сразу այն следует помнить, պատճառով, что որ провозглашена она քանդվեց была во многом не по желанию ее անդրկովկասյան руководства. Мы помним, միավորումը, что случилось, որի когда արդյունքում միանգամից распалось Закавказское առաջացան образование, վրացական եւ лоскутное, ադրբեջանական после հանրապետությունները եւ чего, да, փաստացի фактически была ամենավերջում провозглашена Грузинская и միայն Азербайджанская республики, и Հայաստանինը։ по факту просто, Եվ ահա да, последним была ինչպիսին էին провозглашена Հայաստանի առաջին Республика հանրապետության Армения. И вот ձեռքբերումները каковы 1918-ից успехи у 1920 нас в этой թվականներին։ самой Այո, республике իհարկե, были с 1918 հաղթեցին по ճակատամարտը 1920 год. թուրքերի Да, դեմ конечно, 1918-ի было մայիսին выиграно եւ դրա в արդյունքում мае փրկվեցին 18 Երևանը года битва с Էջմիածինը турками, եւ разумеется, արևելյան и была, в Հայաստանի общем-то, մի շարք կարևոր спасены քաղաքներ Ереван, Эчмиадзин եւ и ինչ տեղի другие ունեցավ ключевые центры հետո Восточной Армении. եւ Однако, ինչպիսի что տեսք ուներ случилось далее? Вообще, как հանրապետությունը սոցիալական, выглядела տնտեսական եւ քաղաքական республика в социальном, հարաբերություններում։ Ես экономическом, ну и ուզում что եմ говорить, միանգամից политическом ասել, отношении? որ տեսքը այնքան Я էլ լավը չէր։ сразу Եվ сделаю այգի такой պարզապես спойлер, что նշենք, выглядело она не թե особо. ինչ էր Ну, տեղի просто ունենում։ давайте отметим, ну, экономику, например. Տնտեսությունը, ինչ էր տեղի ունենում տնտեսությունում։ Что Տնտեսությունը было в հիմնականում экономике? В основном գյուղատնտեսական это, էր, конечно, ցարական ժամանակներից республика այն այդպիսի բնույթ аграрная. ուներ։ Старских Իհարկե времен կային она փոքր имела ինչ такой որ характер. Нет, у արդյունաբերական нас были, կենտրոններ, конечно же, Ալավերդի промышленные центры, երկաթուղային ну как կենտրոնը, промышленные. Երևանի ինչ որ Железнодорожный փոքր центр в միջին Алжирге, у нас ձեռնարկություններ, был իսկ եթե в ես ասում եմ Ереване ինչ որ кое-что. բան, դա Также ինչ որ вот փոքր кое-что, я միջին когда говорю, это ձեռնարկություններ էին, действительно որոնք կային мелкие նաև и Կարսեն даже не средние, Սարեգամիշում мелкие предприятия եւ в վերջ, городах Карс եւ и միակ մեծ Соликамск. И ձեռնարկությունն практически դա все. Երևանի կոնյակի По сути, գործարանն էր, единственным крупным սակայն предприятием было, насколько ցարական я помню, շուկայի коньячный փլուզումից завод в հետո Երևане, который 1918 ориентировался на թվականին, երբ այն российский рынок. այլևս գոյություն И к չուներ 18 году, когда եւ этот այս самый արտադրությունը общероссийский այլևս рынок չուներ посыпался, просто տնտեսական շահույթ оказался եւ нерентабельным, արդեն нерелевантным այստեղ экономически, աշխատանքի մասին խոսել и անիմաստ о է։ работе тут говорить не приходилось, естественно. Սակայն Однако նաև и сельское գյուղատնտեսությունը գտնում хозяйство էր շատ пребывало в поистине жалком, ծանր ужасающем վիճակում։ состоянии, что уж тут говорить, да. Но 1914-ից мы сразу սկսած отметим, что по сравнению առաջին с 14 աշխարհամարտից годом, с началом Первой սկսվելուց мировой войны, մինչև вот 1920 թվականը к 20 году գյուղատնտեսական продукция արտադրանքը сельского хозяйства նվազել է уменьшилась на 71%-ով, մոտ 3 70%, անգամ։ три с лишним раза. Քանի որ Получается ցարական так, если Ռուսաստանը գնում էր Да, ամեն потому ինչ, что, ну, ինչ հնարավոր էր царская գնել, Россия, как бы, она была, եւ երբ она ցարական вот, շուկան поддерживала փլուզվեց как-нибудь поддерживала, вот, покупала всё, եւ что есть, 1914-ին а առաջին потом աշխարհամարտի уже, մեկնարկով начало Первой мировой всё это начало Հայաստանի рассыпаться, и вообще ստեղծվեց իրավիճակ, երբ с 18 շրջապատված էր года թշնամիներով։ Армении вокруг Մի только կողմից и только թուրքերը, враги. մյուս То есть, կողմից по թաթարները, ում сути, արդեն турки, ադրբեջանցիներ են с одной ասում, стороны, а с другой стороны, որ հասկանալի татары, լինի, которые сейчас նրանք հիմա իրար եղբայրական ժողովուրդ են համարում, սակայն այն ժամանակ իրավիճակն այլ էր, սակայն այն ժամանակ նրանք եւս երկուսով կռվում են Հայաստանի դեմ։ Հարավից Իրանն էր, որը գտնվում էր Իրանի Բրիտանիայի ազդեցության տակ։ Փաստացի միակ գրեթե չեզոք տարածքը դա Վրաստանն էր։ Դե Վրաստանի չեզոք չեն կարող համարել, քանի որ տեղի ունեցավ Լոռու կոնֆլիկտը։ Ընդհանրապես եկեք տեսնենք, թե ինչպես է վրացական կոնֆլիկտը ներկայացնում հայ պատմագիտությունը, իբրև թե հայկական կողմից զոհվել է 200 մարդ, իսկ վրացականից 400 մարդ, սակայն ես ունեմ մի քանի գոլեգաներ Վրաստանից, ովքեր պնդում են, որ
Ну, вот у меня есть Այո, несколько վրացական коллег կողմից историк, զոհվել է 400 которые մարդ, говорят սակայն հայկական другое. կողմից զոհվել է Нет, 200 это с 000 մարդ։ грузинской стороны погибло Քանի որ 400 человек, а с Վրաստանը армянской стороны погибло 200 կտրել тысяч էր человек. պարզապես Потому что Грузия նավահանգիստների եւ перерезала երկաթգծերի доступ հասանելիությունը եւ в портам արդյունքում этом смысле. и к այնպիսի железным իրավիճակ ստեղծեց, дорогам. որ Արարատյան И հանրապետությունում в մահացավ итоге սովից, получилось так, что в հիվանդություններից, Араратской республике դեղամիջոցների умер պակասից от մահացավ голода, մոտ болезней, нехватка 200,000 медикаментов մարդ, и այսինքն иных ամեն факторов, 4-ը где-то каждый четвертый. Считается, что եւ умерло ընդհանուր где-то 200 тысяч 900,000 человек բնակչից из, ну, там զոհվեց около մոտ 900 тысяч было всего. 25%-ը։ То есть плюс-минус 25% Բայց պետք է умерло за նշել, 2 որ года. Включая, кстати говоря, մահանում էր ոչ միայն отнюдь не только հասարակ простой народ, ժողովուրդը, который мер այլ действительно նաև как քաղաքական просто էլիտան։ Այո, հասարակ ժողովուրդը վատ վիճակում է, количеством. սակայն մահանում էր А, նաև например, էլիտան։ Եվ представители մեր մոտ մահանում են политической элиты. տիֆից Ну, вот это мы եւ знаем, տարբեր что у нас հիվանդություններից, умирали от тифа Արամանուկյան и օրինակ, иных болезней. Дизентерия, все Дизентерии, остальное. да, եւ конечно. այո, դրա Во-первых, պատճառը հիմնական война, պատերազմն էր, առաջին հանրապետության անդադ պատերազմի մեջ էր գտնվում, Первая республика это просто как եւ военный առաջին հանրապետության полигон, տարածքում то есть փաստացի անդադ պատերազմ էր տեղի ունենում։ ее территории Եվ постоянно տիֆը, шла война. տուբերկուլոզը, Из-за войны դիզենտերիան дизентерия, եւ тиф, չկար ռեսուրսներ, որ այս ամենը туберкулез, կառավարվեր։ всё просто. И еще нет Դաշնակցական ресурсов, կառավարությունը чтобы подкрепить փակում է как-нибудь. բոլոր բուժհաստատությունները, Дашнакское դրանք վերածում правительство զորանոցների, закрывает почти որ все շարունակի պատերազմները, состоят из них պատերազմներ, казармы для того, чтобы ժողովուրդը снова воевать. այդքան էլ չէր ունում, ժողովուրդը ավելի շատ ուզում էր ուղղակի գոյատևել, բայց խնդիրը նրանում էր, որ հյուսիսային կողմից կար մի հսկայական պետություն, որը փորձում էր փրկել ինչ-որ կերպ, ինչ-որ ճեպ փրկել Հայաստանին եւ հայ ժողովրդին, բայց դաշնակները ցանկանում էին առանձին հանրապետություն, անկախ հանրապետություն, եւ նրանք իհարկե հրաժարվեցին ՌՖՍՀ-ի առաջարկից եւ ստացվեց այն, ինչ ստացվեց։ Միանգամից ուզում եմ ասել թվերով, եթե մենք խոսենք գյուղատնտեսությունից եւ արդյունաբերությունից, 1913 թվականի դրությամբ թվերը կազմում են 65.8 միլիոն ռուբլի տվյալ ժամանակների գներով, իսկ 1919 թվականից 11.3 միլիոն, այդքան կրճատվել էր այս կարճ ժամանակահատվածում, իսկ արդյունաբերության ոլորտում վիճակն ավելի հետաքրքիր է, ավելի հետաքրքիր թվեր կան 1914 թվականի թվերը ընդհանուր արտադրական արժեքի 20.7 միլիոն ռուբլի էր, իսկ 1919 թվականի դրությամբ 1.7 միլիոն ռուբլի, այսինքն ավելի քան 10 անգամ կրճատել էր արտադրական միջոցները։ Դա գրեթե 19 անգամ էր։ Այո, այդպիսի վիճակագրություն եւ գոնե միայն սա, սակայն մենք ունենք իրավիճակ, երբ 20 թվականին դաշնակ իշխանությունը եկավ մի հետաքրքիր որոշման, Երևանի քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց 1920 թվականի փետրվարին, որ պետք է բարձրացնի գները ինչի վրա, հացի վրա։ Եվ սա տեղի ունեցավ հարկերի բարձրացման շեմին, եւ իհարկե հարկերը բարձրացում են ու հաշվին լուղացիության, եւ հետաքրքիր որ բարձրացում են նաեւ հացերի գինը, սա հետաքրքիր եւ տարօրինակ գնային քաղաքականություն էր, որը ազդեց ոչ միայն քաղաքային, այլ նաեւ գյուղական բնակչության վրա, որտեղ գյուղացիությունները գտնվում են դեռևս կալվածատերերի ճնշմարտակ, ովքեր մնացել են դեռ ցարական ռեժիմից, եւ հացահատիկներ էր բնականաբար կրճատվել, եւ առաջացան նոր կարգեր, ուլակներ եւ վաշխառուներ, ովքեր շարունակում էին հարստանալ սովորական գյուղացու հաշվին։ Այո, աղքատները շատ վատ վիճակում էին, նրանք առհասարակ վաշխառուներից պարտքերի մեջ էին եւ անգամ միջին կարգը գտնվում էր ծանր վիճակում, ովքեր այո ունեն ինչ-որ սեփականություն, սակայն գտնվում են վատ վիճակում, իսկ եթե ես չեմ սխալվում 1915 թվականից մազապուրծ եղած շուրջ 200-300 հազար հայեր, ովքեր փախել էին Հայաստան փրկվելու համար եւ մարդիկ, ովքեր ուղղակի ուզում էին գոյատևել, փրկվել, նրանք մահացան 1918-ից 1919 թվականներին ամեն ինչից հնարավոր էր մահանալ։ Սով, աղքատություն, հիվանդություններ, դա պարզապես ծաղրանք է այդ մարդկանց հանդեպ։ Երբ դաշնակ կառավարությունը պետք է ինչ-որ բան աներ, այո, կար պետություն, սակայն այդ պետությունը ոչինչ չէր կարողանում անել իր քաղաքացիներին փրկելու համար։ Ես ուզում եմ ցիտել
приведу վարչապետ слова Քաջազնունու խոսքերը, ով ասաց премьер-министра Հայաստանում, Քաջազնունի, որը он պետք է сказал, ունենար что в Армении, կառավարություն хотя оно եւ по ազգային факту ժողով, должно быть բայց и ոչ այն կար, правительство, ոչ մյուսը и национальное եւ собрание, но нету դաշնակցական ни իշխանությունը правительства, ни национального ուզուրպացրել собрания, էր потому что ամբողջ дашнакская իշխանությունը։ власть просто Իսկ забрала себе գլխավոր все, у них գերագույն был իշխանությունը высший դաշնակ орган բյուրոյի власти, կողմից бюро. էր, Здорово. И бюро այսինքն просто եթե управляло всем. գոնե То գոյություն есть ունենար все, то есть ազգային даже ժողով, если бы хотя бы ոչ միայն парламент ձևով, այլ бы նաև существовал, բովանդակությամբ, не только по ամեն ինչ форме, կարելի но էր и по գցել существу, խորհրդարանի վրա, можно было бы все սակայն перекинуть и на խորհրդարանի парламент. Но մասին так как мы знаем ինֆորմացիա от մենք ստանում ենք самого առաջին Քաջազնունի վարչապետ там не Քաջազնունից, было ով ասում է, որ парламента, չկար все это խորհրդարան, չկար должно лечь на կառավարություն плечи Дашнак. եւ Вот. պետք է И հասկանալ։ Եվ просто որ հիմա Հայաստանում ինչ люди են անում, должны это осознать. գնում են Но դաշնակների сейчас в հետևից, ուր Армении դեպի что անդունդը։ делают? Идут за Дашнаками. Մեր մոտ Туда, այդպիսի խնդիր կա, в ту же пропасть. որ մինչև այսօր Это հավատում են проблема у դաշնակներին։ нас в Армении, то, что люди до сих пор Ավելի շատ ոչ верят. թե հենց դաշնակներին, այլ դաշնակցական Да, մեթոդներին։ Скорее даже не лично Դե Дашнак, չենք а ասի, որ метод Дашнака, դաշնակցական метод կուսակցությունը այդքան правительства. մեծ վարկանիշ ունի Не Հայաստանը որպես сказать, чтобы այդպեսին, Дашнакская партия сейчас шибко բայց դե популярна в նրանք Армении ունեն как տեղ таковая. խորհրդարանում, Но դա наследие կուսակցության համար ինչ որ Здесь вполне. առաջընթաց это է։ уже Այսինքն очень այսքան ամենից прогресс. հետո То есть միևնույն է после ժողովուրդը столько գնում է всего, նրանց что հետևից։ произошло, Լավ, գոնե դաշնակները ну Սփյուռքում ладно, ու մոտ Дашнаки այլ за մենթալիտետ է, рубежом. այլ գործելակերպ, У այլ них другой գործունեություն, менталитет, բայց другие երկրում повадки, այսքան по-другому они действуют. ամենից հետո Армянский народ ժողովուրդը как կտրված է будто իր պատմությունից եւ չի оторван от своей հասկանում истории и не դաշնակները понимает, սովորական что վնասատուներ են Дашнаки это եւ натуральные այստեղ պետք է вредители. հետաքրքիր զուգահեռներ Ну, тут անցկացնել я могу определенную параллель провести. Вот, ժողովրդի еще раз, мы же говорили о том, что где-то 25% տոկոսային населения հարաբերության մեջ Армении с ես 18 по 20 год ուզում էի просто գտնել умерло. պատմության մեջ Лишилось. կարելի է Вот, ինչ որ мне было этапներ գտնել интересно посмотреть պատմության եւ параллели. Вот այդպիսի где-то բան было что-то դեռևս չի եղել подобное. И պատմության да, մեջ вот, ինչ որ չափով կարելի է наверное, համեմատել միայն подобного-то и не было. Я 90-ականների нашел только հետ, одну какой-то более-менее որտեղ հենց նույն серьезную и Արհեստանում похожую խորհրդային параллель. փլուզումից Та же հետո самая մինչ Армения с օրս 91 года по սովետական нынешнее время. իշխանությունները Ну, вот получается տապալվեցին, как у нас. В советское Հայաստանի время, իշխանությունը в կազմում էր 91 году у нас 3.6 население было միլիոն, что-то իսկ около հիմա 3 миллионов 2.9 600 միլիոն։ тысяч. Այսինքն այստեղ մենք Сейчас ունենք где-то 2 մինուս миллиона 900 700,000 тысяч. բնակչություն, То բայց есть, ну вот պետք է сколько получается? միանգամից То есть նշել, минус որ 700 тысяч. բնակչության Однако, չոր сразу մնացորդն է։ стоит Մենք отметить, ունենք что պլյուս это 100,000 Сухого-Остатка, но արցախցիներ, плюс 100 тысяч պլյուս арцахцев. Բաքվի То есть, հայերը, по факту, Սումգայիթի оттекло հայերը, больше. որոնք ասում են Плюс շուրջ 100-150 бакинцы, հազար, сколько их могло быть, պլյուս тоже не բնական 100, не աճը, 150 այո, тысяч. իհարկե, Плюс естественный рост. Плюс երկու естественный կետ, рост, да, Это да. примерно կամ 1.5 2 пункта, сейчас где-то Եվ հիմա 1,5, нет, не Հայաստանում 1,5, բնական 1,1 աճության пункт, նշում է по-моему, 2% сейчас երբ естественный սովետական рост. շրջանում А в 2-2.5 советское время было 2.5% или էր 2, կազմում, или որը 2,5 пунктов. То есть, если посчитать պատկատվել է так, то современная բավականին Армения потеряла մեծ где-то թվերով около миллиона եւ մեծ своих թիվ են կազմում նաեւ մարդիկ, ովքեր работающих գնացել են граждан. И երկրից, тех, которые уехали из նրանք կազմում են страны, շուրջ то есть, 300,000 где-то, если я մարդ։ не ошибаюсь, где-то 300 тысяч людей Պլյուս просто եւ уехали из եթե страны, не вернулись հաշվենք обратно. նաեւ բնական Еще и աճ եւ եթե այդ естественный рост մարդիկ մնան посчитать, երկրում, если бы эти люди остались մենք в стране, կունենայինք то есть իրավիճակ, страна должна որը была այլ быть կլիներ։ играть, но в 90-е Եվ годы իրավիճակը это այո тоже գրեթե почти նույն то է, же самое, только սակայն более технологически ի развитый. տարբերություն առաջին Важно, հանրապետության, Армения երրորդ первая հանրապետությունը история, ժառանգել էր потому գոնե что первая տեխնոլոգիապես ինչ որ война, հարուստ 4 երկիր, года, 3-4 года սակայն перманентная չկար война, ջուր, голод, լույս, нищета, գազ, սնունդ, света нет, եւ այո, воды այնինչ нет, տեղի ունեցել просто 91-ից մինչև այսօր нет. դա ավելի Конечно, то, փափուկ է, что քան ինչ произошло տեղի с ունեցել 91 18-20 по нынешнее թվականներին, время, оно, конечно, սակայն мягче, чем в 18-20, բնույթով но իրենք все-таки բավականին и նման են իրար։ Այո, իհարկե հասկանալի է, որ երկրորդ фундамент другой. հանրապետությունից Всё մնացած понятно, это ժառանգությունը, որը индустриальное օգտագործվում է государство, մինչև которое до այսօր, поры до времени մեծ դեր է использовало то наследие, խաղացել которое было, и инфраструктурное, и экономическое, и чисто եւ техническое, и до ամբողջովին сих пор его չքանդվեց используют, այդ эксплуатируют սովետական всячески. ժառանգությունը, որը Не օգտագործվում է полностью մինչև այսօր, перемолол այդ это самое արդյունաբերական советское ժառանգությունը, наследие որը и դեռ ինչ որ չափով индустриальное, մնացել է։ Եվ кое-что այո, осталось, իրավիճակը и это տարբերում тоже է, работает. Но սակայն тем не ամեն да, դեպքում пока что, конечно. Но тем не զուգահեռները менее, ակնհայտ за են 30 եւ лет ինչ է մեզ մոտ կատարվում, параллели это очевидно այո, вполне. И вот что у нас զուգահեռներ մեզ մոտ происходит. կան Да, դաշնակների հետ параллели у нас есть помимо եւ կան նաեւ այլ Дашнаков, которых мы уже կուսակցություններ сейчас դաշնակներից обласкали, բացի parlamentum, есть и կան другие партии в SR-ականներ, парламенте. Есть СССР, есть меньшевики, кстати կան говоря, նաեւ есть այլ еще пару բուրժուական, буржуазных партий, գյուղացիական так сказать, более низкого կուսակցություններ, пошиба. որոնք Ну, пошиба в ունեին смысле այդքան մեծ популярности в ժողովրդականություն, բայց народе, ստացվեց разумеется, այնպես, որ крестьянский там. Вот. Но նրանք այն получилось так, ազգային ժողովում, բայց что по факту կառավարությունում парламентская եւ ինչ ավելի присутствует, կարևոր դաշնակ բյուրոյում, они и որը в փաստացի правительстве, ղեկավարում էր երկիրը, ինչի и их մասին нет, դուք самое արդեն главное, в նշեցիք, бюро, которое по նրանք факту ներգրաված управляет у нас չէին։ страной.
об этом Իսկ ինչ вы уже բոլշևիկների եւ сказали. կոմունիստների И вот մասին, у այո, нас նրանք կային, да, բայց մինչև что 20 насчет թվականը большевиков, что насчет նրանք коммунистов? երկրում Они գործում էին есть, но до էպիզոդիկ, 2020 года լոկալ, присутствуют в փոքր стране կազմավորումների эпизодически и տեսքով, частично ովքեր որոնք локально. То есть գործում есть էին парторганизации, они ընդհատակյա находятся в եւ основном в состоянии ժամանակ глубокого ենթարկվում են подполья, ռեպրեսիաներ, они սակայն նրանք подвергаются այնքան քիչ время են, от որ времени այդ репрессиям, но их ռեպրեսիաները настолько այդպես мало, չէին что երևում։ пока эти репрессии Նրանց не դեպորտացնում проявляются էին как-то ուրիշ մասեր, глобально. А, И вот кстати, Ադրբեջան, деportiруют в другие Թիֆլիս, части, Իրան, либо նու այդ в երկրներում Азербайджан, либо в կոմունիստներին Тифлис, այդքան էլ либо չէին в սիրում, Иран. եթե Ну, չէին да, ատում։ слова не шибко лучшие, как бы во всех этих странах коммунистов Եվ ես не ուզում եմ ինչ-որ любят բան и ասել, не ненавидят. Я хотел բայց насчет ես հիմա бюро մոռացա դա еще одно упоминание сделать. Да, հեշտ я сейчас սերների եւ прямо մենշևիկների забыл. մասին եւ բյուրոյի նրանց Насчет ներգրավվածության эсеров մասին։ Եթե меньшевиков հիշեմ, там դա был կասեմ։ момент и про бюро. Եվ Я как իհարկե, вспомню, я добавлю. բոլշևիկները ձևավորում են միայն однако же, да, 1920 действительно, թվականի у нас հունվարին, большевики երբ տեղի оформляются են ունենում только, по сути, в առաջին январе իրենց 2020 հավաքը, года, когда իհարկե այն ընդհատակեր проходит տեղի են первая ունենում конференция их, եւ այն из կազմված էր подполья տարբեր проходит, կուսակցական и կազմավորումներից, состоит она из Երևանից, партийных организаций Ալեքսանդրապոլիս, разных որը армянских ավելի городов. Ну, ինդուստրիալ это զարգացած Ереван, էր, естественно, это եւ Александрополь Կարսներ, прежде всего, Սարիղամիշներ, как Նոր наиболее Բայազետներ индустриальный и եւ ինչ промышленный որ город. այլ Это քաղաքներ եւ Карс, это անգամ ինչ որ Сарикамыш, это գյուղեր, ովքեր Норбаязет, ну и առանձին некоторые другие տեղի города и даже ունեին села եւ դեր отдельные присутствуют туда. ձևավորում И է формируется Արմենկոմը, Армянский комитет, собственно, որը партии, միանգամից ընդունում է который ծրագիր сразу же дает установку на վերցել постепенное взятие իշխանությունը власти, եւ ну и աշխատում է работает в этом направлении. Но работает, как շատ, впоследствии այսպես ասած, даже признают ծանր советские, պայմաններում армянские историки, եւ работает այս не մասին очень. նշում է անգամ Вот Шаваш սովետական հայ Амирխанян, наверное, պատմաբանները, օրինակ главный Շավարժ специалист Ամիրխանյանը, советского ով времени այդ по данному ժամանակաշրջանի вопросу, по ամենակարևոր вопросу установления советской власти պատմագետներից в մեկն է, Армении, то он նշում է, отметил, որ что նրանք ստիպված работа էին шла գործել ни шатка, ни շատ валка. И в итоге у нас, սերմ когда ժամանակներում случатся եւ շատ սերմ события պայմաններում майского восстания, они եւ նրանք не готовы. այդ Вообще ни технически, ни даже морально. То есть они ապստամբությունը պետք է возглавят вот это вот ուզած восстание չուզած по факту. ղեկավարեն եւ ինչը Им տեղի ունենում придется. մայիսին, մայիսի И что у нас 1-ը происходит в նշվում мае? է 1 նշվում է мая տարբեր празднуют сейчас, քաղաքներում праздновали եւ тогда. իհարկե И առաջին вот հերթին у нас в Ալեքսանդրապոլում разных городах, а прежде всего, конечно, в կարևորագույն Александрополе, как я уже արտադրական сказал, քաղաքում տեղի են главном ունենում մայիսի индустриальном 1-յան центре, դեմոնստրացիաներ, разворачиваются պարզվում են первомайские կարմիր демонстрации, դրոշներ, разворачиваются красные знамена, մարդիկ люди տարբեր идут с պահանջներ лозунгами են экономическими, ներկայացնում, и սակայն հետագայում между նաև ними բարձրացնում են появляются քաղաքական лозунги и պահանջներ политические. ընդդեմ Покой դաշնակների Дашнаков, Հայաստանի առաջին Советская հանրապետության, Армения и прочее. իսկ На դաշնակցական какой-то миг կառավարությունը Дашнакское правительство, Ալեքսանդրապոլում мэрия քաղաքապետարան կորցնում է իրավիճակի города Александрополя теряет контроль над ситуацией, ձեռքերից и вот буквально в եւ այդտեղ несколько տեղի дней ունենում получается так, что իշխանափոխություն город советизируется. То есть у нас եւ в историографии, опять же, ընդունված է особенно буржуазных, принято считать ընդունել начало մայիսյան майского ապստամբության восстания 10 մեկնարկը մայիսի мая. 1-ից մինչև մայիսի 14-ը, 10-14. սակայն Ну, конечно, восстание началось гораздо раньше. По сути, с իրավիճակը 1 мая началось. այնքան Потому ծայրահեղ что էր, որ ситуация դաշնակների համար, оказалась настолько որ критичным для մայիսի Дашнакова, 1-ին что уже արդեն 5 Խատիսյանի мая правительство իշխանությունը հրաժարական է Хатисяна տալիս уходит в отставку. եւ նրան И ему փոխարինման է գալի на Համո смену Հանջանյանի приходит правительство իշխանությունը, Համո Ганջանյանը, кризисное такое որը սկսում правительство, է которое начинает արագ հապճեպ спешно պայքարել այդ бороться с этой հեղափոխական самой ալիքի դեմ, революционной волной, которая որը распространилась շատ не արագ только դուրս է на գալիս վերահսկողության Александрополь, տակից, которое очень быстро вышло из-под контроля. որը Оно տարածվում է նաև Կարսունյա распространяется Սարիղամիշում на, естественно, եւ Карс նաեւ и на ինչպես նաեւ Сарикамыш. Ну и Նոր в меньшей степени, Բայազետում потому что եւ сами այլ города меньше քաղաքներում, Норбаязет, вот эти вот ի города, и սկզբանե Казах. ապստամբությունը Почему? Потому что вообще изначально պլանավորել восстание Ղազախի планировал շրջանում, Арменком вообще в Казахе. Ну, որտեղ как կային ինչ планировал, որ там все в несколько дней ճակերտերի было. մեջ Это очень скомканно Արմենկոմի было для Арменкома. կազմակերպություններ, սակայն Но с Ալեքսանդրապոլում казахами սկսվեց получилось. ավելի շուտ եւ Александрополь Արմենկոմի начал տարբեր раньше, туда անդամներ были գնացին откомандированы члены Арменкома из Еревана. И Ալեքսանդրապոլ вот они եւ նրանք вошли в շատ состав արագ այդ спешно պայմաններում организованного, կազմակերպված стихийно կազմակերպության организованного անդամ ՎРК, դառան военно-революционного комитета. եւ Уже մայիսի 7-ին արդեն 7 ամեն ինչ տեղի получается, ունեցավ։ числа, 7 мая это все Ստացի случилось. У ապստամբները нас, ամբողջովին իշխանություն по сути, Ալեքսանդրապոլում վերցնում восставшие են начинают брать եւ власть в եթե չեմ Александрополе սխալվում 4-ից полностью. 3 օր տևեց նրանց փաստացի իշխանությունը։ Եթե հաշվենք 10-րդ օրից, ընդունված է ասել, որ 10 ամսի 10-ին վերցրվեց իշխանությունը, իսկ 13-ին կորցվեց այն, բայց պետք է ընդունել, որ ընդհանուր process-ը սկսվել էր ավելի շուտ, բայց այնտեղ այսպիսի իրավիճակներ երբ չկար ընդհանուր դիսցիպլինա, իշխանությունը վերցրել են, բայց դաշնակ իշխանությանը չէին դատապարտել։ Պետք է ասել, որ եւ Կարսում եւ Ալեքսանդրապոլում եւ չեմ սխալվում Նոր Բայազեթում ոչ միտեղ կոմունիստները ուղղակի հումանիստական ձևով վերցնում էին
դաշնակներ եւ ասում են այ, այդպես չի կարելի։ Եվ ինչ որտեղ անկյունում նստեցնում են եւ անգամ նրանց չէին էլ դատում։ Եվ մեկ օր հետո նրանց բաց էին թողում եւ դաշնակները ուղղակի վերադառնում էին ու կռվում էին նրանց դեմ։ Ու այստեղ հարց է բարձրանում կոմունիստների մեծ դաշնության մասին եւ նման իրավիճակ է նաեւ սովետական իշխանությունների ժամանակ Պետրոգրադում, որտեղ արդար խոսքի համար բաց էին թողնում սպիտակներին եւ հետո հենց սպիտակները այդ սպաները վերադառնում էին դոն եւ կռվում էին բոլշևիկների դեմ։ Միանգամից այդ նույն իրավիճակն էր այնտեղ նաեւ։ Եվ այնպես չէ, որ ոչ մեկի չէին գնդակալ, ոչ մեկի չէին նստեցրել։ Ոչ, նրանց անգամ չէին էլ մեկուսացրել։ Նրանց չէին էլ նստեցրել անգամ տնային կալանքի տակ եւ այդ արդյունքում այդ մարդիկ անգամ ահաբեկչական գործողություններ են իրականացնում։ Եվ ես ուզում եմ այստեղ մի հետաքրքիր բան սկսել իմ մոտ գրված է Մովսես Սիլիկյանի մասին։ Մովսես Սիլիկյանը երբ գերեվարում է Սարուխանյանին, Սարուխանյանն նրան խոստանում է, որ նա այլևս չի վերադառնա։ Սակայն հետագայում Սարուխանյանը վերադառնում է եւ ղեկավարում է ապստամբությունը Նոր Բայազետում։ Սիլիկյանը ասում է Սարուխանյանին. «Դուք, պարոն Սարուխանյան, չեք խոստացել այլևս չվերադառնալ եւ գլխավոր բանակ»։ Ես Սարուխանյանը պատասխանում է. «Ես այն ժամանակ ձեզ ստեցի։ Կոմունիստները երբեք չեն հրաժարվում իրենց գաղափարներից եւ երբեք չեն ենթարկվում թշնամու հրահանգներին»։ Սրանով ուզում եմ ասել, որ ոչ միայն դաշնակներն էին անազնիվ, այլ նաև կոմունիստները, սակայն կոմունիստները մինչև ինչ-որ կոնկրետ պահի, մինչև մայիսյան ապստամբության ջախջախումը, նրանք ոչ ոքի չէին սպանում, եթե իհարկե նրանց դեմ չէին պահում զենքեր եւ սվիններ։ Ինչ վերաբերում պաշտպանվելուն պաշտպանում են, սակայն սպանել ոչ, նրանք չէին ուզում։ Դա համընկնում է սովետական, կոմունիստական, մարդասիրական նորմերի հետ։ Ես ուզում եմ ասել, որ կոմունիզմը դա առաջին հերթին մարդասիրություն է, այստեղ պետք է նաև խոսել նաև Վարդան Զորավար զրահագնացքի մասին եւ նրա ղեկավար Սարգիս Մուսայելյանի մասին, որը հետագայում դարձավ նաև այդ ապստամբության ղեկավարը, նաև ռազմական հոգին այդ ապստամբությանը, քանի որ այդ ռազմագնացքում են տեղի ունենում ժողովները, այդտեղ էին հավաքվում նոր անդամները, որոշումներ կայացվում են այդ գնացքում եւ այդ գնացքը նաև իր հրանոթով փորձում էր աջակցել նաև ապստամբներին, այդ գնացքը անգամ պատտվում էր ամբողջ երկրում, դե ինչ երկրի մասն է խոսքը, այն ընդամենը մեկից էր, որտեղով էլ նա շրջում էր եւ ամեն դեպքում այն փորձում էր ինչ-որ ձև աջակցել այդ գնացքը հետագայում դարձավ ընդհանուր կուսակցության շտաբը։ Հետո ընդհանրապես Մուսայելյանը գնդակահարվեց, մահապատժի ենթարկվեց, մահապատիժներ էլի եղան, դրա մասին մենք տալու առանձին խոսենք եւ ինչ էր անում դաշնակ կառավարությունը այդ ամեն ինչը ճնշելու համար։ Ես ուզում եմ ուղղակի շեղել ձեր ուշադրությունը մեթոդների վրա։ Եվ Համոհաջանյանի իշխանությունը ուղարկում է լիկվիդացիոն ջոկատսեպու Ներսիսյանի գլխավորությամբ, որը կազմված էր ոչ բանակայիններից, ոչ զինվորականներից, այն կազմված էր սովետական պատմության մեջ նրանք նշվում են որպես մաուզերիստներ, խմբապետներ եւ մեր լեզվով ասած մասնավոր զինվորական կազմակերպություն, ում վարձում են որպեսզի ավելի հասկանալի լինի, ինչպես ֆրայկորները Վեյմարյան հանրապետությունում, եթե ինչ-որ մեկ հետաքրքրված է բավարարական սովետական հանրապետությամբ, այնտեղ եւս այդպիսի կազմակերպությունների կողմից այն քանդվեց եւ նրանց ձեռքին տրվում էր զենք, նրանց տրվում էր քարտ բլանշ եւ նրանց ասում էր գնացեք սպանեք ում ուզում եք եւ շատ հաճախ դրանք ադրբեջանցիներ, թուրքեր, քրդեր չէին, սովորական հայ աշխատավորներ էին, այո, հայ աշխատավորների այդպես պետք է սպանեք։ Եվ այստեղ գալիս է տրամաբանական հարց, իսկ ինչ էր բանակը։ Այդ ժամանակ չկար պատերազմ, իսկ առաջին ուներ բանակ։ Դա այն պատճառով էր, որ բանակը կազմված էր սովորական բնակչությունից եւ նրանք ոչ թե միանում էին, այլ աջակցում էին կարմիրներին։ Նրանք դեռ չէին միանում, քանի որ դեռ այդ զինադուլի պատրաստ չէին, նրանց հետ աշխատանք չէր տարվում,
Բայց Работа в войсках велась զինվորները строго ովքեր են плохо. Этого սովորական не было. Но в целом գյուղացիներ եւ в աշխատողներ войсках кто հագնված такие? Солдаты кто զինվորական такие? համազգեստ եւ Крестьяне, նրանք զգում էին նույն рабочие ծանրությունը шинеля, զգում էր սովորական աշխատավոր которые գյուղացիական испытывали все те ժողովուրդը тяготы, о которых мы եւ նրանք говорили в начале нашей դեռ մի բան беседы, էլ и многие, սպանում էին возможно, другие, потому что они еще նրանց и с ружьем, они еще их դեռ еще ծաղրում էին убивали. անգամ իրենց ղեկավարները И над ним еще издевались командиры там եւ всякие. У ինչպիսի них много чего եւ было. դրա И համար много էլ какие претензии были к հանրապետությունը республике и ее руководству. զգուշանում էր նրանց Вот. Поэтому օգտագործել ընդդեմ ժողովրդի, քանի республика որ բանակը опасалась ուներ их ինչ որ использовать. պրետենզիաներ Республика опасалась պետության их հանդեպ, որ նրանք задействовать փորձում են նրանց в գրավել уничтожении սեփական ժողովրդի внимания սպանելու մեջ собственного народа. եւ իհարկե Зато կային մարդիկ, были ովքեր ուզում են դա кто անեին это իրենց делать могли, Նարսիսյանի եւ действительно Ալեքսանդրապոլում это նրանք իրենց делать. Вот դրսեւորեցին եւ Սեպոլ Նարսիսյանի գլխավորությամբ նրանք մտան Александрополе Ալեքսանդրապոլ эти люди во եւ главе նրանք с չմտան Погорельцяном միանգամից вошли. Ալեքսանդրապոլ Причем նրանք вошли անցան они տարբեր не դաշնակ сразу. օղակներով До ովքեր того դեռ еще չէին было через ոչնչացվել упомянутый եւ Дашнакский սկսվել էր ячейка, իրական который не были ահաբեկչական ликвидированы, պայքար развернута եւ настоящая террористическая նրանցից борьба, մեկը жертвой ով которой մահացել пали, էր գեներալ например, Խաչատուրովը ով начальник гарнизона Александрополя աջակցում էր генерал Хачатуров. սատարում էր Кстати, сочувствовавший коммунистам խորհրդային вполне կարգերին себе. Ну, они ու как, այն они նա այնքան сочувствовали. էլ չէր Он, աջակցում начальник, որքան насколько ուղակի я помню, его այսպես ասած штаба, они սատարում էր сочувствовали, но եւ это միևնույն է действие նրան не понимали. սպանեցին Вот, короче նա говоря, их все равно ուզում էր их все ուղակի равно չեզոքս увели նայել в ինչեր нейтральное տեղը постоянство. միևնույն է սպանեցին Да, ну там как? Если бы это, кстати այստեղ պետք է говоря, նշել որ отмечалось անգամ այդ и լիդերների самими կողմից лидерами, նշվում է так как որ тем եթե же մենք самым Саулянам, что вот չկայունացնենք если այստեղ бы այս сейчас ամեն остановили ինչը вот նրանք отряд չկարողանային Соколова, скорее всего, կանգնեցնել войска բանակը уничтожены, կանցնել իր մեր что կողմ они не смогли остановить. բայց Они были, այս как ամեն я դեպքում сказал, այդ готовы к такому զինվորականները գեներալ И вот, Խաչատուրովը եւ но իր при этом эти вот թիքը военные, этот генерал Хачатуров աջակիցներ конкретно եւ и многие կոլեգաները его նրանք коллеги ուղակի просто пали, просто были убиты. կմիանային բայց նրանք Они, չհասցրին միանալ եւ ուղակի они, в принципе, մահացան не были եւ այս виноваты. ամենից Они даже հետո не перешли на сторону, но были убиты. նրանք А վախեցան а вот после этого, արի Есть свои լինենք причины անկեղծ սա борьбы. տերորիստական видимо, դիկտատուրա էր ինչպես короче, նա террористическая չհագնվեր диктатура, հանրապետության как бы она ни տեսներով рядилась в одежде ես ուզում եմ республики, դիտորդների как бы համար она Кстати, вот, ասատրել որ добавить, առաջին для հանրապետությունը ներկայացնում зрителей, է այսպիսի возможно, փոքր Армения, Первая թույլ Республика, պետություն որը ուղղակի представляется таким ամեն ինչ слабеньким, տանում էր маленьким ոչ դա государством, которое դիկտատուրա просто էր терпит всё. բուրժուական Но нет, это դիկտատուրա էր диктатура, это բուրժուական натуральная դասակարգի диктатура դիկտատուրա էր կապիտալիստների եւ буржуазного класса, կալվածատեր էր դա եւ դա капиталистов, փոքր ինչ որ թույլ помещиков. պետություն չէր То есть օ это հետաքրքիր не ալեգորիա կարելի է слабенькая տանել այստեղ страна. Լեհաստանի Это հետ 30-ականներին аллегория отличная. երբ Это как պետությունը Польша, այսպես ասած 30-х փոքր է годах. Вроде թույլ она, էր так որոնք скажем, փորձում էին из него գրավել легко просто ոչնչացնել որ այնտեղ пытались էկոնոմիկան այդպես էլ уничтожить, զարգացած չէր захватить и որտեղ всё մարդիկ остальное, այդքան լավ что չէին там ապրում экономика не բայց особо պետությունը развита, там ագրեսիվ люди էր живут не որը особо փորձում хорошо. էր ամեն Но ինչ գրավել агрессивная ինչ հնարավոր է страна, которая վեյք просто Հայաստանին хочет захватить հնարավորություն всё, եւ что պատճառ может. գրավել Также ամեն Армения ինչնակ имеет գրավել опыт и ամբողջ возможность Կովկասը դե Армении այստեղ կային захватить всё, օբյեկտիվ он պատճառներ захватил весь Кавказ. Ну, тут, конечно, դա прежде այն всего, էր որ не այն создание շրջափակված էր этой թշնամիներով жёсткости եւ սա этой պետք է եւս конструкции հաշվի были առնել И եւ այստեղ պետք է это ասել тоже 3-4 нельзя կողմից сбрасывать со թշնամիներ счетов. են որոնց Еще հետ раз գնում говорю, են что с 3 հենց сторон, с պատերազմներ 4, հենց прям вот թուրքերի հետ прям Կովկասի вот թաթարների вольные, что հենց с վրացիների турками, հետ գնում են что հենց с պատերազմներ кавказскими татарами, Իրանի հետ չեն что գնում с պատերազմներ բայց грузинами, այնտեղ прям եւս вольные. լարված իրավիճակ էր Ну, с Ираном не велись ես войны, но там այստեղ тоже. Проблема всего ենթադրում եմ որ войны с турками, я այստեղ предполагаю, Հայաստանը ամեն կերպ что в փորձում էր основном շոկորտել состоит в том, что Անտանտին Армения всячески որ пыталась Սևրի пополнить պայմանագիրը свои այո այո Балтику. տվեք մեզ այս В том պատրաստներ случае, что ոչ պետք էր был ասել Севрский договор. թուրքերին Да-да-да, ոչ дайте нам եղբայր эти վերջ территории, да. Нет, մենք էլ договоритесь տարածքներ с չենք Турцией, ուզում сказать, մենք ага, այլ տարածքներ правильно, չենք вот всё, ուզում мы մենք չենք просто ուզում էլ мы не պատերազմներ будем ուղղակի մի больше ձեռք մի воевать с տվեք вами, мы մեզ не хотим ваши կամ земли, խոսել вы Ադրբեջանի просто հետ не трогайте մենք нас. Или չենք поговорить սպանում с ձեզ с դուք ձեռք Азербайджаном, մի сказать, տվեք мы մեզ не մենք չենք не իրականացնի էթնիկ убиваем զտումներ вас, то есть не проводим եւ этнические чистки, а Բաքվում должна չենք состояться իրականացնի и ընդհատակյա подпольная в գործունեություններ եւ Баку, թաթարների и ու հայերի Армения միջև просто կլիներ этнически հաշտություն уничтожала եւ татар и այո азербайджанцев. То есть вот. եւ ինչ Ну, ինչ благо, որ ձև те պետք էր стараются же. դեմիլիտարիզացիա смотри, իրականացնել Провести какую-то եւ демократизацию, что ли. այստեղ ուզում կասեն Люди могут պատերազմի сказать, ժամանակ что ինչ во время դեմոկրատիա войны какая демократия, какая կարող է жизнь. լինել Но нет, քաղաքակիրթ может быть դեմոկրատիա, որը կարելի է централизованная կառուցել։ Ինչու демократия ոչ, просто. ինչու Можно չփորձել ли դա такое անել, ինչու построить? չձգտել դրան։ А почему бы и Նորից нет? բավարարական Почему бы и не հանրապետությունը, постараться? որը դեմոկրատական Тот էր, же пример с Баварской ցենտրալիստական республикой. էր, Оно было որտեղ демократичное, աշխատողները но ազատ էին, централизованное. գործել Там այնպես, рабочие ինչպես были ուզում էին, свободны, եւ действовать պաշտպանում էին как իրենց հայրենիքը, хотят, բավարյան։ защищая свою Պետք է ասել, որ родину, Баварию. Բավարիայի Вот, как Главное, бы. это պետությունը ответить, պարտվեց, что բայց Баварская Արարատյանը республика եւս проиграла. պարտվեց։ Какая
Баварская проиграла. Բավարարականը պարտվեց Баварский ոչ այն спортивный клуб պատճառով, որ այդտեղ занимался դեմոկրատիա о էր, том, что այն պարտվեց если я не Լևիտանի, ошибаюсь, Левитан որը վերջին был последним խորհրդական պատգամավորն էր, ղեկավարն էր ЦК, так скажем, հանրապետության, тамошний ցավոք глава սրտի կոմունիստները այնտեղ республики.
մեկ շաբաթից երկու շաբաթ գոյություն ունեցան նրանց, հետո 3-4 իշխանություն եղավ, առաջինը ամբողջովին բուրժուական էր, երկրորդը սոցիալ-դեմոկրատական էր, որը եւս ցրվեց, երրորդը անարխիստական էր, սինդիկալիստական էր, որտեղ ուղղակի պացիֆիստներն նստած, ովքեր ուղղակի չէին ուզում պայքարել իրենց պետության համար Ֆրայկորի դեմ։ Ֆրայկորներ գալիս էին հանրապետության դեմ, իսկ նրանք ասում էին, մենք պետք է թերթեր տպենք աշխատանքային ռեֆորմների համար։ Եվ նրանք չէին ուզում պայքարել։ Իսկ երբ եկան մյուսներ իշխանության կոմունիստները, նրանք արդեն ասացին, որ պետք է պայքարել, բայց արդեն ուշ էր Ֆրայկորը արդեն հասել էր մինչև Բավարիա։ Կոմունիստները պետք է ճիշտ ժամանակին այնտեղ լինեն։ Իսկ կոմունիստները այնտեղ եղել էին 17 թվականից, պետք էր պայմանավորվել հենց կոմունիստների հետ, Բաքվի կոմունայի հետ, որտեղ պետք էր Բաքվի կոմունայի հետ ինչ-որ ձև միանալ։ Պետք էր իհարկե։ Ինչ ասենք այստեղ։ Հայաստանի պայմաններում այստեղ։ Այո, իհարկե, բայց ցավոք սրտի այդպես չեղավ, չեղան նման պայմաններ, որոնք եղան պայմաններ, որոնք անցնել անհնար էր, եւ մեր մոտ Սեպոհ Ներսիսյանը այս ամեն ինչից հետո ուլտիմատում է ներկայացնում Արմեն Կոմին, ծրահագնացքում նրանք որոշում են կայացնում, հրաժարվում են դրած պայմաններից, ուլտիմատումը չեն ընդունում, բայց դուրս են գալիս քաղաքից, բայց հետաքրքիր է, որ նրանք տալիս են ծրահագնացքը, տալիս են քաղաքը առանց պայքարի եւ գնում են, եւ սա պատմագիտությամբ դեռ այդքան էլ ուսումնասիրված չէ, եւ այստեղ իհարկե պետք է ասել, որ սովետական պատմագիտությունը եւս ինչ-որ բաներ փոխել է եւ պետք է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել ծրահագնացքում, եւ նրանք սկզբում ընդունում են ուրիշ ռեզոլյուցիա եւ հետո չեն իրականացնում այս ռեզոլյուցիան։ Ամենայն հավանականությամբ ուղղակի չկար ուժ պայքարելու եւ մարդիկ ուղղակի որոշում են ոչ թե չգնալ ռիսկի, այլ ուղղակի չենթարկել մարդկանց վտանգի։ Եվ դաշնակները մտելով քաղաք, սկսում են ձերբակալել, գնդակահարել ու վերացնել բոլոր ոչ միայն կոմունիստներ, այլ նաեւ համակրողներին։ Եվ դաշնակցական բանտում արդեն տանջված Մուսայելյանը գրում է, որ նա միայն դա գիտեր 200 սպանվածների մասին, 250 սպանվածների մասին Ալեքսանդրապոլով ընդհանուր հաշվում են, որ սպանված էր շուրջ 500 մարդ եւ դա միայն կոմունիստներին։ Եվ այսպիսի մի իրավիճակ, ինչ էին անում ապստամբները եւ ինչով են զբաղվում դրան ճնշողները, ավելի ռեպրեսիվ ուժերը։ Օրինակ Կարսում ապստամբությունը տեղ ունեցավ ավելի երկար, Կարսի ապստամբները նրանք սպասում են օգնություն Ալեքսանդրապոլին, որը չստացան նրանք բնականաբար, բայց Կարսում պայքարն էր ավելի ծանր։ Կարսը ամբողջովին գրավել չստացվեց, Կարսը առաջին հերթին այնտեղ սահմանը ավելի լավ էր սպաշտպանված դաշնակների կողմից, որտեղ գյուղացիությունը եւս աջակցում էր դաշնակներին։ Եվ գյուղացիության մասին պետք է ասել, որ այն բավական ռեակցիոնիստական է իր բնույթով, ուղղակի այն կարող էր ինչ-որ պահի միանալ դաշնակներին, մոբիլիզացվել նրանց զորքերում, հացի համար, քանի որ գտնվում էր Ծայրախսովի շրջանակներում, արդյունքում ապստամբները գնում են Կարսի քաղաքապետարան, հետագայում ձերբակալում եւ գնդակահարում են Սարիղամիշում եւս այդպիսի իրավիճակ էր եւ մենք գիտենք, որ Սարիղամիշը ավելի երկար դիմադրեց մինչեւ 20 ամսի, այնտեղ ամեն ինչ չէր կարող ուղղակի շարունակվել այդպես, դրա համար դաշնակները հաշվարկել էին, որ այս ապստամբությունը, նրանք չգիտեն, բայց գուշակեցին, որ այս ապստամբությունը այդքան էլ կապված չէ, Կարսը Ալեքսանդրապոլի ինչ-որ չափով դեռ կապված էր, բայց իսկ Սարիղամիշը մյուսների ու Նոր Բայազետի հետ կապված չէին իրար, նույն Նոր Բայազետը, նույն Սարիղամիշը իրարից
տարեք շատ հեռու էին Я գտնվում, отметил Царикамыш, նոր вот բայզետում они были նրանք прям совсем не սպասում связаны. էին, որ Норбайзет, они в итоге ждали, Կարսի интересно, что կներեք Ալեքսանդրապոլի зачатие восстания из ապստամբությունը Карса, կհաջողի из Александрополя. եւ Они ждали, այնտեղից что член ВРК կգան конкретно օգնության прибудет, скажет եւ им դա дату տեղի չունեցավ восстания ցավոք и սրտի։ организует их. Եվ Он մի не հետաքրքիր прибыл в итоге, պատմաբան Շավար оказался. И вот Շամերխանյանը ասում է, որ այդ упомянутый мной իրավիճակը историк Шавар Шамирханян, он там вот այնպեսի էր, действовал. որ Он պետք էր вот ուղղակի отмечает, что ապստամբել, քանի пришлось որ восстать դաշնակ просто, ну, уже по ոստիկանությունը, факту. Просто когда уже խմբապետները дашнакская եւ մաուզարիստները милиция, մոտենում вот էին эти вот упомянутые մի Хамбапеты քանի и հարյուրներով եւ маузаристы просто ուղղակի подошли в սկսում էին количестве там нескольких սպանել сотен, почти тысяч կոմունիստներին։ человек, ну и стали просто Այսպեսի հարց выискивать коммунистов. Они просто уже восстали по факту. ապստամբների Такой եւ вопрос. Между восставшими связь каким образом была ինչպես էր ապստամբների միջև կապը։ Միայն как սուրհանդակների была связь? միջոցով, Курьерской միայն почтой, սուրհանդակներով только այն ժամանակ курьерской դեռ почтой, то есть այլ ձև չկար։ посыльными. Ну, телеграф Ես не был в их կարդացել եմ, руках. որ Та информация, которую դաշնակները я прочитал, շրջափակման մեջ վերցրեցին они просто взяли քաղաքները круг в кольцо, եւ չէին թողում ուղղակի продали սուրհանդակները մի всё, քաղաքից и հասնեն давайте մյուսը, идти որպեսզի ինֆորմացիա от հասցնեն одной մեկը цели, մյուսին, от одной, цели до другой, чтобы որ передать դրանք չիմանային, որ информацию, что պետք у է нас իրենց вот օգնությունը восстание началось, нам нужна ваша помощь. Люди նույն из իրավիճակներում то есть Նոր из Բայազետում, Севастополя Սարիղամիշում дошли до Նորբայազետը, եւ привели Ալեքսանդրապոլում Ստրակամիշը, դошли եւ до չկար տելեգրաֆ, Александрополя, չկար Александрополя, տելեգրաֆ и всё. եւ այդ То есть не было սուրհանդակները телеграфа, не было Не было չէին телеграфа, երթևեկում соответственно, իհարկե курьеры перемещались, понятное երկաթ дело, либо գծերով, железной սակայն այո, дорогой, երբեմն то ասա есть երկաթ было мало գծերով, вообще չնայած երկաթ процентов գծերը железной այդքան էլ дороги մեծ относительно չէին Հայաստանում, площади ամեն դեպքում тогдашней նրանք Армении был երթևեկում էին ничтожным. Ну, вот она была вот от ոտքով եւ Еревана до ձիերով, Александрополя. Ну и дальше шла. ը, Соответственно, да, լավ они կլիներ еще и թե в միայն основном ձիերով, սակայն перемещались երբեմն хорошо, если на лошадях. պետք է լինում անգամ ոտքով։ Եվ դաշնակներին Да, հաջողվում Дашнаку էր довольно легко կտրել այս удавалось կապը перерезать эту самую связь. ապստամբ Это կենտրոնների не всегда մեջով։ прям удавалось Դաշնակների մեջ идеально, եւս поскольку, կային ну, я уже մարդիկ, сказал, ովքեր в Дашнакской среде тоже աշխատում были էին люди, եւ которые համակրում сотрудничали էին и, по крайней мере, сочувствовали большевикам. Это բոլշևիկներին, и կային солдаты, այդպիսի это մարդիկ и там разные отдельные крестьяне. գյուղացիությունից եւ Находились такие люди. Я уже զինվորականներից вот упомянул, что եւ դրանց упомянутые միջոցով арестованные большевики ձերբակալված переписывались с ВРК բոլշևիկները подпольным շփվում էին каналом, դար потому կենտրոնի что հետ։ Դաշնակի Դաշնակները не очень այսպես ցույց популярны, տվեցին, որ мягко անգամ говоря, в իրենք том իրենց числе и в միջավայրում их միասնական собственной չէին, среде, и находились սակայն люди, սա которые գլոբալ сочувствовали, հարցում находились, которые չէր помогали. լուծում Но ոչինչ все եւ равно սա это շատ не могло էպիզոդիկ быть էր постоянно. Все равно было ցավոք не սրտի։ эпизодически. Вот, как я уже сказал, это Արդյունքում и было эпизодически, к сожалению. Итог մասնակիորեն был действительно ужасный. փորձեցին Частично пытались вот Ղազախի восставшие казахи ապստամբները попытались օգնություն запросить помощь խնդրել 11-й Красной 11-րդ կարմիր армии. Она բանակից, даже բայց вроде как որոնք зашла գրեթե туда. հասնում էր, Но սակայն տեղի ունեցավ случилось իրավիճակը непредвиденное Գանձայքում восстание в Ганже, 11-я եւ Красная армия ушла, и с ней հենց отступили նրանցից часть вот армянских коммунистов. առանձին Впоследствии из հայկական них будет կոմունիստական сформирован գունդ отдельный ձևավորվեց, армянский ովքեր коммунистический հասան полк. Их там օգնության։ много ушло, что-то около Սակայն 2000. նրանք հետո գնացին Это как Գանձակ массовость օգնության растает. То есть только ушло 11-րդ столько. բանակին։ А представляете, сколько, в принципе, поддержало Ինչքան восстание? էին դար Сколько, մարդիկ, в ովքեր принципе, например, պարզապես у нас сочувствовали աջակցում восстанию, այդ да? Когда ապստամբության говорят, եւ что պետք չի ասել, որ большевики не имели բոլշևիկները ուղղակի массовой չունեին ոչ поддержки, մի да? Ну, это тоже աջակցություն такая какая-то եւ հենց նրանցից лютая манипуляция. И вот из них будет сформирован սովետական Ադրբեջան да, на 11-րդ территории уже բանակետ գնացած советизированного Азербайджана կոմունիստական будет сформирован գնդերը մեծ դեր կունենան հետագայում политический блок, Հայաստանի который խորհրդանացման будет հարցում։ участвовать в советизации Армении. Как бы если бы у коммунистов не было бы поддержки, Հայաստանի խորհրդանացումը չէր ընթանա советизация не прошла 3-ից бы 4 за օրում, դա անհնար է, 4 եթե չլիներ ժողովրդի աջակցությունը։ Это невозможно, Եթե если нет поддержки. ժողովուրդը ուզում էր Население ուղղակի не хочет дать хлеба փոփոխություններ եւ եթե նրանք չտային նրանց կացարան եւ հաց, նրանք демонстрации. չէին Ну, видите ли, կարողանա В ноябре, в конце ноября, գոյատևել, это холод, это այդ ժամանակ դեռ մի բան էլ невозможно ցուրտ просто там էր, лагерь поставить. սով էր եւ 1000 ուղղակի человек, չէր да, լինի это առանց ժողովրդի нереально. աջակցության։ ну, видите ли, Եվ разность հիմա биография, հակախորհրդային это քարոզությունը однозначно. սիրում ասել, Скажем, որ что դա это ուղղակի советская օկուպացիա էր, оккупация была. եթե Это դա просто օկուպացիա էր, այդ вошли դա в зону լավագույն советские օկուպացիան էր, войска. որը Первая եղել է Հայաստանի Это պատմության самая մեջ։ лучшая оккупация, которая была Да, вообще в լավագույն истории օկուպացիան Армении. էր։ Если это считают Եթե դա օկուպացիա էր։ потому что оно спасло Դա страну. Հայաստանի նոր պատմության Это просто սկիզբն էր։ означало новую Եթե դա Армению. օկուպացիա էր, Если они хотят назвать это ես հայ оккупацией, ընդունում եմ, я որ դա сам օկուպացիա էր, принимаю. բայց Хорошо, դա это լավագույն оккупация. օկուպացիան Она էր։ самая лучшая оккупация. Оккупировали армяне. Դա ես դրա հետ համաձայն եմ, Не странно ли? Армяне, բության Армения. հետևանքներ Это, եւ согласен, та еще странность. իդեպ Но ведь, да, и вот, на мой взгляд, собственно, խորհրդանացումը советизация, կապված это էր не Ալեքսանդրապոլի следствие պայմանագրի հետ։ Майского Իհարկե, восстания. Ալեքսանդրապոլի В целом, есть պայմանագիրը смысл поговорить եւս о этих կնքվել է մայիսյան ապստամբությունից հետո, Связано с
Այն տեղի ունեցել մեր մոտ 1920 թվականի վերջին հայ-թուրքական փառահեղ պատերազմից հետո, որտեղ Հայաստանը պարտվեց, դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրոպոլի պայմանագիրը Հայաստանի խորհրդայնացումից 4 ժամ առաջ։ Դե հաստատի խորհրդայնացումը արդեն տեղեր ունեցել, բայց իշխանությունը ովքեր դեռ գտնվում էին Ալեքսանդրոպոլում, նրանք կնքեցին այդ պայմանագիրը հաստատի խորհրդային կարգերը արդեն իշխանության, քանի որ 90% գտնվում էր արդեն նրանց հսկողության տակ, բայց այդ պայմանագիրը հաստատի չպետք է լիներ լեգիտիմ։ Եվ ես կարծում եմ, որ դա արդեն տեղեր ունեցել սովետական Ռուսաստանի իշխանությունները դրա համար էլ զերծ մնացին կռվել կորցրած տարածքների համար։ Իհարկե, նրանք 50-ից 60% ամեն դեպքում վերադարձրեցին այն ամենից, ինչ Ալեքսանդրոպոլով կորցրել են, ինչի մասին խոսք հենց նույն Ալեքսանդրոպոլը, բայց ցավոք սրտի շատ լավ կլիներ, եթե վերցնեինք նաև Կարսը, սակայն դաշնակների պատճառով դա կորցրեցինք, եւ իհարկե դա շատ բարդ թեմա է, որ ես մեծ սիրով կքննարկեի, եւ ինչու ավելի շատ չէ, ինչու ինչ-որ բան կորցրեցինք, ինչու Նախիջևան, ինչու Արցախը, եւ ես դեռ նացիոնալիստներ կասեն, բոլշևիկները տվեցին ոսկի եւ զենք Աթաթուրքին, որպեսզի նրանք կռվեին ընդդեմ հայերի։ Եվ նրանք հաշվի չար առան, որ մյուս կողմից կար դեռ Անտանտը, որը կռվում էր ընդդեմ խորհրդային կարգի, իրականացնում էր էթնիկ մաքրումներ, որպեսզի Հայաստանը։ Ես ուղղակի պատասխան եմ, որ առաջին օգնությունը սովետական միության քեմալիստներին կազմում էր շատ փոքր թիվ եւ այն տեղի ունեցավ ընդամենը սեպտեմբերին 1920 թվականի, հետո իհարկե եղավ ավելի շատ, բայց դա արդեն Հայաստանի անկումից հետո։ Բայց տեսեք, սեպտեմբերին հոկտեմբերից առաջ նրանք դեռ հաստատ չէին հասնի ռազմաճակատ, երբ արդեն ամեն ինչ որոշված էր։ Եվ քեմալիստները արդեն ջարդել են Հայաստանը, տվել էին ընդամենը 6000 զինամթեր, միայն Կարսում դաշնակները տվել էին ավելի շատ զինամթեր, եւ էլ չխոսենք այլ բաների մասին։ Այստեղ անիմոտություն է խոսել սովետական իշխանությունների տված օգնության մասին, իբրև տվել են, որ հայկական իշխանությունները վերացնեն, դա լուրջ չէ։ Պարզապես այդպիսի խոսակցությունները պետք չէ քննարկել, քանի որ դրանք լուրջ չեն, իսկ ինչը վերաբերվում է մայիսյան ապստամբությանը, հաստատի բացի մեծ քանակությամբ սպանվածներից, բացի մեծ քանակությամբ ձերբակալվածներից, այդպիսի մարդկանց մեջ էր մտնում նաև Մարշալ Բաղրամյանը, ով Հեծելազորի հրամանատար էր եւ միացավ ապստամբներին Ալեքսանդրոպոլում։ Բաղրամյանը տակայում նստեց բանտ, եւ նա ուներ շատ հետաքրքիր հիշողություններ, հետո բաց թողեցին, որպեսզի քանի որ մարդ չկար, ով հացի արտադրանքով զբաղվեր, նրան տանում են հացի արտադրանքով զբաղվելու, նա սպա էր, ով կարող էր օգնել պատերազմում, սակայն պատերազմի ժամանակ դրան մեկուսացրեցին պատերազմից եւ տարան ուղղակի հաց պատրաստելու։ Դրան պարզապես թույլ չտվեցին։ Եվ հոկտեմբերին դրան դեռ թույլ չէին տալիս մասնակցել պատերազմին, նա դեռ զբաղվում էր հացագործությամբ։ Նա զբաղվում էր հացի արտադրանքով, խոթունցով, եւ նրան չէին թողնում մոտ գնալ ռազմաճակատին։ Իհարկե, մայիսյան ապստամբությունը, որը փաստացի առաջին կազմակերպված ակցիան էր ընդդեմ դաշնակների դեմ, ովքեր դեռ 1918-ին ասում էին, որ մենք ներկայացնում ենք ամբողջ հայ ժողովուրդը, պարզվեց, որ ոչ ամբողջ, պարզվեց, որ 1920 թվական դրությամբ հայ ժողովուրդը մեծամասամբ գոնե աշխատավորական մասսաների մակարդակով չէր ուզում, որ հենց դաշնակները ներկայացնեն իրենց։ Այո, այն կարողացավ դիմադրել Անտանտի տված զենք զինամթերքի միջոցով, որը ուղիղ իմաստով
քանի որ զենք զինեմ թե ապահովում էր հենց Անտանտը եւ այդ ամենից բացի նաեւ դեպրեսիաների միջոցով իդեպ ինչ ճանապարհով էր Անտանտը հասնում այդ զենքերը Իրանով թե Վրաստանով Իրանով իհարկե իսկ շտաբը Անտանտի գտնվում էր Երևանում թե ոչ որպեսզի նրանք հետևեին այդ ամենին ոչ իհարկե հենց անմիջական համակցություն նրանք չեն ունեցել ապստամբության ճնշման բայց Երևանում իհարկե գործում էին անգլիական Միացյալ Նահանգների ինչ-որ զինվորական մասեր այսինքն գործում են ինչ-որ զինվորական մասեր Հայաստանում գործում էին պերմանենտ կարգով իհարկե նաև Դենիկինյան զորքեր եւս ինչ-որ գտնվում էին Հայաստանում հետաքրքիր է տեսնես Դենիկինի զինվորականների աչքերը չէր ցավացնում դաշնակների կարմիր դրոշը քանի որ այն եւս կարմիր է դե հենց Դենիկինցիները հենց իրենք ոչ բոլորն էին այդ այսպես ասած մանարխիստներ նրանք հենց ոչ Կալչակը ոչ Դենիկինը նրանք մոնարխիստներ չէին այո այնտեղ կային մոնարխիստներ իհարկե բայց նրանք ինչ որ չափով ներկայացնում էին բուրժուա ուժերին նույն հենց Կամուշը որ ֆերսես իշխանությունը Պավոլժիայում նա ալտակայում միացավ SR-ներին ու մենշևիկներին սպիտակ շարժումները ինչ որ չափով լիբերալ բուրժուա ուժեր էին կամ եւս ցախականներ էին SR-ական մենշևիկյան ոչ բոլշևիկյան ցախականներ էին Դենիկինյան իշխանություններին դրանք ինչ որ ոչ մի ձև չպետք է աչք սավասնեին նրան իհարկե դա դուր չէր գալիս բայց նա շատ լավ էլ դա հանդուրժում էր Մինչև Դենիկինյան իշխանության անկումը կար Դենիկինյան կառավարության ներկայացուցիչ Հայաստանում ովքեր բավականին ակտիվ են գործում հենց Հայաստանում եւ ասենք այսպես նրանք հենց այսպիսի ռազմաքաղաքական եւ դիպլոմատիկ բնույթ են կրում եւ ասենք հետաքրքիր զրույց էր եւ ամեն դեպքում պետք է այս թեման դեռ ավելի խոր ուսումնասիրել շարունակել արդյունքում ինչ ասենք արդյունքում մենք հասկացանք որ դաշնի կառավարությունը այն 20-րդ դարի սկզբում չէր ներկայացնում հայ աշխատավոր ժողովրդին Հայաստանի կոմունիստական շարժումը շատ լավ էր զարգանում այդ ժամանակ եւ ստանում էր այնպիսի աջակցություն բերեց հետագայում Հայաստանի խորհրդայնացման դաշնակ կառավարությունը մտավ պատերազմ մեջ թուրքական իշխանությունների հետ գերագնահատելով իր ուժերը նրանք չգնահատեցին իրավիճակը իսկ Հայաստանում ճգնաժամը շարունակում է մեծանալ հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին երբ թուրքերի կողմից սպանվում է 200,000 մարդ նոր ցեղասպանություն է տեղի ունենում եւ այդ ամենը իհարկե պատճառն էր մայիսյան ապստամբության ճնշման կլինի եւ իհարկե դրական մաս հայկական հայ ժողովուրդը պատրաստ է խորհրդայնացում, քանի որ նրանք տեսնում են, որ դաշնակները իրենց ներկայացնում են ինչ-որ պարլամենտարական ուժեր, ովքեր ցավալտում է, որ մենք ինչ-որ իշխանություններով պետք է գնանք իշխանության, սակայն հետագայում պահում են իրենց իշխանությունը շիներով եւ այստեղ մենք տեսնում ենք պարլամենտարիստներին, նույն դեմոկրատներին, լիբերալներին եւ այստեղ մենք գալիս ենք նրան, որ ամբողջ բոլոր տեսակի զրույցները գնում են դեպի Հիտլերին։ Նրանք այդպիսի հենց պարլամենտարիստներ են։ Նրանք եւս 36 թվականին նացիոնալ-սոցիալիստական կուսակցությամբ իշխանությամբ հասնում են պարլամենտի, քանի որ այդ բոլոր ժամանակակից միջոցները, դեմոկրատիա, պարլամենտարիզմը,
Նրանք իհարկե Потому что չեն что? ներկայացնում Потому что իրական պատկերը, все эти չեն ներկայացնում современные դասակարգային պատկերը, построения սոցիալ-էկոնոմիկական демократии, պատկերը, парламентаризма, они, конечно, не այլ описывают ներկայացնում են реальные ուղղակի картины, вот, потому что они не описывают բուրժուական классовые картины, իշխանության կառուցվածքը։ социально-экономической ситуации и Բուրժուական отношения к իշխանությունը частной կարող է լինել собственности, լիբերալ а է описывают лишь պարլամենտական, просто եւ նրա оттенки той самой надстройки. Իրությունը միևնույն է Условно, մեկն է։ буржуазная власть, она может быть диктаторской, а может быть либеральной и Եվ հենց парламентской. նույն Но суть ее բուրժուական плюс-минус одна. պարլամենտական Вот. Кстати говоря, она հանրապետությունը прекрасно հետընթաց эволюционирует է одна в ապրում։ другую в случае наступления, скажем, Մենք тяжелых времен. հասնում ենք Та բուրժուա же самая դեմոկրատիայի буржуазная парламентская республика очень даже здорово եւ նման демонстрирует, օրինակները где շատ են։ градирует, а может быть Եվ и եթե պետք է эволюционирует, գնահատենք это с какой стороны посмотреть, ինչ որ буржуазную диктатуру տիեզերական или фашистскую диктатуру. Примеров, կառուցվածքներից благо, մենք երբեք множество. չենք Я հասկանա просто отмечу, что սոցիալ-էկոնոմիկական если այդ оценивать с երևույթների позиции իրական պատկերը косметических каких-то надстроек, то եւ մենք мы никогда не поймем реальной сути բախվում ենք политических, а անհրաժեշտության глубже социально-экономических տարական явлений. А чтобы понимать самые պարտադիր явления, опять же, ը, мы նայելու պետք է сталкиваемся с տեսնենք необходимостью, մարքսիզմի եւ այլ տեսակետերով элементарной եւ необходимостью պետք է и строго գնահատենք обязательной քաղաքական оценивать, երևույթները պետք է штудировать, смотреть գնահատենք труды классика պրոգրեսիվ марксизма и տեսանկյունից оценивать имеющие место на данный եւ момент հենց սա политические պետք է վերել события միայն на adekvat основе կարծիքի ձևավորման, прогрессивной марксистской իսկ ինչ методологии. վերաբերում է այս Вот. И հանրապետությանը только эта методология եւ нас ահա հետևանքները, соответственно может որը մենք навести на какие-то вменяемые ինչ выводы որ по կողմից вопросу. բերեցին Поэтому и многим ողբերգական, ինչ որ другим. կողմից ընդունելի Что же քայլերի, касается майского восстания, то вот, собственно, следствие, սա которые, да, սկզբնական с քայլ одной էր стороны, были Հայաստանի трагичны, խորհրդանացման с другой համար։ стороны, привели Սա к այո, определенному իհարկե, շատ ողբերգական ճանապարհ էր խորհրդանացման համար, Подготовительная работа, ը, так сказать. բայց ուրիշ очень ճանապարհներ тернистый այդ этот պահին путь был, չկային։ очень трагические Եվ эти ցավոք дороги սրտի պատմական советизации, дороги process-ները освобождения трудового армянского ենթակա народа չեն оказались. փոփոխությունների, Но других, видимо, եւ на նրանք тот ենթարկվում են момент միայն не было, и, սոցիալական, к сожалению, историческим գաղափարական, процессом не предполагалось. В силу էկոնոմիկական отмеченных нами գնահատականի уже այս տարածքում ранее особенностей, скажем, социального, политического, Հայաստանը экономического и չէր գտնում ինչ-որ идеологического, увы, վակուումում։ развития Ես этой գտնում եմ, территории, որ ну մենք и պետք է сопутствующих շարունակենք այս թեման, пограничных территорий тоже. շարունակենք Армения ведь не существовала в неком Հայաստանի вакууме. խորհրդանացման թեման եւ Мне кажется, եւ мы հետագա просто обязаны գործընթացների продолжить эту тему, продолжить իդեպ тему Հայաստանի խորհրդանացումը советизации տեղի Армении չներ ունենա առանց մայիսյան и ապստամբության дальнейших событий. Кстати, она прошла, եւ եկեք մենք социализация Армении պայմանական прошла без վերցնենք այսպիսի պլան հետ ապագայի համար։ Уральское восстание. Իսկ Конечно, հիմա об этом стоит поговорить. Ну, հաղորդում давайте, ցտեսություն մեր условно, դիտորդներին, мы հուսով եմ հետաքրքիր էր։ сделаем такую затравку на Իսկ будущее. հիմա դեռ նոր А на հանդիպումներ, данный момент շնորհակալություն։ попрощаемся с нашими уважаемыми зрителями. Надеюсь, было интересно. Обязуемся продолжить. Ну а пока, до новых встреч. Спасибо.